Պարոն Նորիկյան, հայ-ադրբեջանական հարաբերությունների ու մեծ զարգացումը դուք ինչպես եք գնահատում, արդյոք դրական էր այն, որ կողմերը հայտարարեցին խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցնելու մասին։ Խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ համաձայնությունը դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք են բերվել բոլոր խնդիրների վերաբերյալ համաձայնություն։ Ճիշտ հակառակը, այն տեքստը, որը քննարկվել է երկու պետությունների կողմից, նույնիսկ այդ տեքստում ներառված հարցերի շրջանակը, անգամ եթե 100%-ով ընդունելի լինի երկու կողմերի համար, կյանքը ցույց է տալիս կամ Ադրբեջանի կողմից բարձրացված հարցերի տրամաբանությունից ակնհայտ է դառնում, որ այնպիսի գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիայի ազատագրումը, այսինքն Հայաստանի Հանրապետության զավթած տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապի ապահովումը, այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների Հայաստանի Հանրապետության վերադարձի պահանջը, ավելին Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության պահանջը, դրանք այնպիսի հարցեր են, որոնք ոչ միայն կասեցնում, արգելակում, այլ վիժեցնում են Ադրբեջանի հետ տեսանելի ապագայում խաղաղության պայմանագրի կամ խաղաղության հաստատման հնարավորությունը։ Անկամ եթե այդ տեքստի վերաբերյալ կա կոնսենսուս, ես կրկնում եմ, կան բազմաթիվ հարցեր, որոնք ավելի են հեռացնում Հայաստանի եւ Ադրբեջանին իրական խաղաղությունից։ Մենք պետք է հասկանանք հետեւյալը, Ադրբեջանից եկող սիգնալները մեզ տալիս են հնարավորություն արձանագրելու, որ Ադրբեջանի նպատակը իրական խաղաղություն հաստատելը չէ։ Ճիշտ հակառակը, այն պահանջները, որոնք քիչ առաջ ես հրապարակեցի, վկայում են այն մասին, որ ադրբեջանական ընկալմամբ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կարող է լինել մի դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության պետականությունը, այսպես ասած, կդրվի կասկածի տակ կամ ընդհանրապես գոյություն չունենա Հայաստանի Հանրապետությունը։ Ես այսպես եմ տեսնում այսօրվա ուղերձները Ադրբեջանից գալացող։ Ավելին, հաշվի առնելով Ադրբեջանում իրականացող շինծու դատավարությունը ռազմագերիների, ռեպարացիաների հնարավոր հարցը, Ադրբեջանի կողմից թմկահարվող արևմտյան Ադրբեջան ցնդաբանությունը, իրենց հասարակությանը, իրենց երիտասարդությանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության ատելության համատեքստում քարոզչական աշխատանքներ տառնելը վկայում է մի բանի մասին, Ադրբեջանը չի պատրաստվում մեզ հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Դա ունի շատ լուրջ պատճառաբանություն։ Շատ լավ հասկանում են, Ադրբեջանում հիմարներ չեն նստած, որ խաղաղության պայմաններում Հայաստանը շունչ է քաշելու, Հայաստանը ոտքի է կանելու, կոմունիկացիաների ապաշրջափակումից տնտեսական ենթակառուցվածքների հնարավոր զարգացումից հետո չի բացառվում, որ վերականգնվի խախտված ռազմաքաղաքական հաշվեկշիռը, որպեսզի պայմաններում Հայաստանի ձայնը բոլորովին այլ կլինի, շեշտադրումները այլ կլինեն, անկախ նրանից, թե այսօր Հայաստանի գործող իշխանությունը ինչպիսի շեշտադրումները պահանջներ կներկայացնի Ադրբեջանին։ Համենայն դեպս ես չեմ ասում պահանջներ կներկայացնի, բայց թույլ չի տա, որ Ադրբեջանը այսպես կխոսի Հայաստանի հետ։ Ես չգիտեմ աշխարհում մի որևէ երկիր, որը կարող է մշտապես հանդուրժել այն աստիճանի ստորացումներն ու ազգային արժանապատվության նսեմացումները, որոնք այսօր մենք ականատես ենք լինում։ Ինձ համար իսկապես վիրավորական է, մարդկային առումով եմ ասում, երբ որ Ադրբեջանի Հանրապետության նախագահը գալիս է բռնազավթված Արցախի տարածք եւ ուղղակիորեն ցինիկաբար հեգնում է Հայաստանի այսօրվա իշխանություններին, որ այսօրվա Հայաստանի ղեկավարը իր բառերն են, որ մի ժամանակ գոռում էր Ղարաբաղը Հայաստանի վերջ, ու ասում է հիմա առիթ անառիթ ամեն օր գոռում է, որ Ղարաբաղը Ադրբեջանը եւեր։ Սա նվաստացուցիչ վերաբերմունք է, պարտություն էլ պետք է արժանապատիվ տանել կրել, եւ ես խորապես համոզված եմ, որ եթե մենք իսկապես ուզում ենք ապրել մեր տարածաշրջանում, մեր արդյունավետ պետության կառուցման միջոցով պետք է հասնենք այն հանգրվանին, որ թույլ չտանք, որ Ադրբեջանը մեզ հետ խոսի այս խոսույթով, այս լեզվով, այս ռետորիկայով։ Իհարկե ես համաձայն եմ, որ մենք Ադրբեջանի հետ պետք է հաստատենք խաղաղության մթնոլորտ, տևական խաղաղություն, իրական խաղաղություն։ Խնդրում եմ նկատի ունեցեք, որ Ադրբեջանի հետ դեռևս առկա է շուրջ 1000 կիլոմետր ranոց տարածքի դելիմիտացիա, դեմարկացիայի գործընթաց։ Ադրբեջանը գալու է անկլավների հետևից, չմոռանաք դա, իսկ անկլավների
այսպես կոչված անկլավների հարցի բարձրացումը ուղղակիորեն պայթեստելու է Երևանը, Հայաստանը, որովհետև Ադրբեջանի ախորժակը այսպես կոչված անկլավների մասով պատահական չեն, այդ անկլավներով ուղղակիորեն կազմաքանդվելու է Հայաստանի ամբողջ տրանսպորտային հանգույցը դեպի Սյունիք եւ դեպի Տավուշ։ Ես այդ առումով նաեւ անկլավների հետ կապված խնդրի ադրբեջանական ընկալմամբ լուծումը հնարավորություն է տալու, որ Ադրբեջանը ռազմավարական առումով որոշակի կարևորագույն տեղեր զբաղեցնի, բնագծեր, ինչը հետագայում կարող է սպառնալիքի տակ դնել Հայաստանի Հանրապետության բնականոն գործունեությունը։ Եվ այս առումով նաև ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանը չի էլ պատրաստվում իր զորքերը դուրս հանել Հայաստանի բռնազավթված 200 քառակուսի կիլոմետր տարածքից, հետևաբար այս ֆոնի վրա հարգելի Նարեկ, ինչ խաղաղության մասին է խոսքը, ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, այն պայմաններում, երբ ուղղակի Ադրբեջանի հիմնական նպատակը, թիվ 1 նպատակը Հայաստանի պետականության ոչնչացումն է։ Երևանը պայթեցնել ասելով ինչ նկատի ունեիք, պարոն։ Նկատի ունեմ, որ այսպես կոչված անկլավների հնարավոր հանձնումը Ադրբեջանի տիրապետությանը հանձնելը կարող է ուղղակի ներքաղաքական առումով պայթեցնել, որովհետև ինձ համար ես դա ասել եմ ուղիղ Նիկոլ Փաշինյանին դեռևս 2021 թվականին, որ որևէ մեկը թող Հայաստանի Հանրապետությունում փորձ չանի անկլավների հարցով որևէ շահարկում կամ բանակցություններ վարել Իլհամ Ալիևի հետ։ Ավելին, մենք անցած տարի տեսանք Տավուշի մարզում, թե ինչ տեղի ունեցավ, երբ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի անվան տակ փաստացիորեն Ադրբեջանի տիրապետությանը հանձնվեցին Հայաստանի Հանրապետության տիրապետման ներքո գտնվող տարածքներ։ Հիմա գործող իշխանությունը այդ մասին թեմկահարում է, որ դրանք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մեջ չեն եղել, դրանք Ադրբեջանի Հանրապետությանը պատկանող տարածքներ են եղել, այստեղ էլ կա խնդիր, անկեղծ եմ ասում, մենք պետք է հասկանանք, թե Խորհրդային Միության կազմի մեջ մտնելու ժամանակ մենք քանի հազար քառակուսի կիլոմետր ենք եղել եւ որ թվականների քարտեզներով է առաջնորդվում երկկողմ միջպետական հանձնաժողովները դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ այն հատվածներում, որոնց ծով իրեն ձեռ է տալիս Ադրբեջանը, առաջնորդվում է այդ թվականների քարտեզներում, այս տարածքում այս թվականների քարտեզներն են ձեռ տալիս իրեն, ինքը առաջնորդվում է այդ թվականների քարտեզներով։ Սա նշանակում է հետեւյալը, որ Ադրբեջանը վարում է միակողմանի պարտադրողական Հայաստանի սուվերեն շահերի անտեսման հաշվին քաղաքականություն պարտադրելով Հայաստանի կատարել իր բոլոր պահանջները։ Հիմա կտեսնենք առաջիկայում դելիմիտացիայի դեմարկացիայի ինչ գործընթաց է տեղի ունենալու որ հատվածում, ու դուք կտեսնեք, որ փորձ է արվելու Հայաստանից քաղել առավելագույնը եւ չտալ որևէ գետ 1 քառակուսի մետր։ Դրա վառ վկայությունը անցած տարի Տավուշի մարզում իրականացված է 10 կիլոմետրանոց ապօրինի դեմարկացիոն, դելիմիտացիոն գործընթացը, որովհետև դրանից հետո, ինչպես գիտեք, պետությունների միջև հաստատվեց կանոնակարգը։ Այսինքն դրանից առաջ ընթացած գործընթացները դրանք ուղղակիորեն միակողմանի Ադրբեջանին հանձնվող տարածքներ են եղել։ Երևանի կենտրոնը տրաքացնելու հանգամանք կարող է լինել նաև որևէ զիջում Հայաստանի Հանրապետության փաստացի տարածքից։ Դրանք նաև որևէ տարածք չստանալու իրողությունը նաև կարող է դառնալ հերթական ներքաղաքական պայթյունի պատճառ, որովհետև նույն Տավուշի մարզում Բերքաբերի հատվածում հարգելի Նարեկ 800 հեկտար մենք հողամաս ունենք, հող տարածք ունենք, որը 90-ականներից բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հիմա կտեսնենք այս դելիմիտացիայի դեմարկացիայի շրջանակներում Ադրբեջանը, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է նույնիսկ բռնազավթված լինելու պայմաններում մենք պատերազմ չենք սկսելու եւ մեր հողերը հետ ենք վերադարձնելու դելիմիտացիայի դեմարկացիայի արդյունքում, կտեսնենք այդ տարածքները Ադրբեջանը հանձնելու է Հայաստանին, որոնք նույնիսկ իրենց կողմից վկայակոչած քարտեզներով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, թե ոչ։ Պարոն Նորիկյան,
Խաղաղության պայմանագիր եւ խաղաղության համաձայնագիր հիմա երկու տարբերակ է շրջանառվում, սկզբնական շրջանում ասում էին դա պայմանագիր է, բայց երբ համաձայնեցրեցին, դարձավ համաձայնագիր, կա տարբերություն պայմանագրի եւ համաձայնագրի միջեւ իրավական առումով որն է ավելի, այսպես ուժ ունեցող։ Ես այս վերջերս հայտնի քաղաքական գործիչներից մեկն եմ եւ այդ շրջանառության մեջ դրված թեզը նաեւ նախկին իշխանությունների կամ գործող ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից է դրվել շրջանառության մեջ, հայտնի քաղաքական գործիչներից մեկն էլ էր այդ մասին արձանագրել, ժողովուրդ ասեմ, որ պետք չի դրա վրա շատ մեծ ուշադրություն դարձնել, ես սա որպես իրավաբան եմ ասում, խնդրում եմ ուսումնասիրեք միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, Վիեննայի կոնվենցիան, որտեղ կտեսնեք, որ այս կարգի պայմանագրերը անկախ դրանց անվանումից, դրանք ուղղակի ինչպիսի անուններ տանք, դա պայմանագրեր են կոչվում, համաձայնություն է, պայմանագիր է եւ կոնկրետ այ փաստաթուղթը, որ այսօր շրջանառվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որպես միջպետական հարաբերությունների հաստատման եւ խաղաղության պայմանագիր, դա Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի կարգավորումների լույսի ներքո, անկախ դրա անվանումից հանդիսանում է միջազգային պայմանագիր։ Հետևաբար դրա վրա չպետք է շեշտադրել եւ խորանալ, դրանք բովանդակային առումով որևէ տարբերություն չունեն, կարգավիճակի առումով որևէ տարբերություն չունեն եւ տեղավորվում են, կրկնում եմ, միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի կարգավորումների համատեքստում։ Բայց օրինակ ընդդիմադիր падգամավորները նշում են, որ սա ավելի օրինակ Ռոբերտ Քոչարյանի տղան Հայաստան դաշինքից ասում է, որ համաձայնագիրը ավելի, այսպես ասած, բառացիր խոսքը գրածը չեմ մեջում, բայց իր ասածն այն էր, որ պայմանագիրն ավելի վերադաս է, ավելի պարտավորեցնող է, քան համաձայնագիրը։ Ես չգիտեմ այդ տղան իր դատողությունները անում, ես ցիտում եմ միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի առաջի կետի առաջի ենթակետը, որով սահմանվում է միջազգային պայմանագիր հասկացությունը, որտեղ տառացիորեն ընդգծված է հետևյալը. միջազգային պայմանագիր Հայաստանի Հանրապետության եւ պայմանավորվող մյուս կողմի, տվյալ դեպքում Ադրբեջանի միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված եւ միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված եւ միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն անկախ դրա անվանումից։ Սա Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի առաջի կետի առաջի ենթակետով սահմանված դրույթ է։ Հետևաբար ես այստեղ գիտեք ինչ, անկախ նրանից թե այդ համաձայնագրի տեքստի նկատմամբ մենք ինչ վերաբերմունք դիրքորոշում ունենք, բառախաղով չզբաղվենք, էլի դա որևէ բովանդակային առումով ոչ նվազեցնում է, ոչ ավելացնում է այդ փաստաթղթի արժեքը։ Այսինքն այդ փաստաթղթի անունը ինչ ուզում եք դրեք, դա հանդիսանում է միջազգային պայմանագիր, որը ունենալու է այն նույն կարգավիճակը եւ համաձայնության տեսքով եւ պայմանագրի տեսքով։ Դե բայց որ ասում են պայմանագիր իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է, իսկ համաձայնագիրը փաստաթուղթ է, որը արտահայտում է կողմերի միջև ընդհանուր համաձայնություն, սակայն չունի իրավական ուժ։ Սա ոչ թե ուզում եմ անձի վրա կենտրոնանանք, այլ հասարակությունում շատ է քննարկվում այս հարցը։ Որևէ երկրի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման պայմաններում, երբ որ կկնքվի միջպետական հարաբերությունների հաստատման եւ խաղաղության պայմանագիր, այդ դեպքում այդ պայմանագիրը նկատի ունենալով նույն միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումները, համաձայն որի ռազմաքաղաքական հարաբերությունների կարգավորման դեպքում միջազգային պայմանագրերը ենթակա են հաստատման ու վավերացման ինչպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև անկախ փաստաթղթի վերնագրի բովանդակությունից անվանումից կնքվող ցանկացած փաստաթուղթ, որը իր մեջ ներառելու է ռազմական կամ քաղաքական բաղադրիչ կրող էլեմենտ, այդ պայմանագրերը պարտադիր կերպով ենթակա են լինելու վավերացման։
ինչպես ազգային ժողովի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշումների ընդունմամբ։ Հետաբար այս առումով կրկնում եմ, որևէ մտավախություն կամ շահարկում կարծում եմ անտեղի է, այլ հարց է, հարգելի Նարեկ, ես բոլորովին այլ համատեքստից կուզենամ ձեր ուշադրությունը հրավիրել, որ ինչու պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երբեք պաշտոնապես պատերազմ հայտարարված չի եղել, երբեք Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը պաշտոնապես միմյանց միջև չեն ունեցել պատերազմական գործողություններ, հետեւաբար մենք պետք է հասկանանք երբ է պատերազմական գործողություններ եղել, որ մի հատ էլ հիմա կողմերը հաշտվել են ու պետք է կնքեն խաղաղության պայմանագիր։ Այլ հարց է, որ այո, կողմերի միջև չկան հաստատված դիվանագիտական հարաբերություններ, միջպետական հարաբերություններ, այլ հարց է, որ կողմերի միջև համապատասխան համաձայնության դեպքում պետք է կնքվի միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագիր, ինչը ենթադրում է դրանից հետո դիվանագիտական հարաբերությունների հաստատում, երկու երկրներում համապատասխան դիվանագիտական տների ստեղծում եւ նորմալ հարաբերությունների։ Այսինքն այսպեսով Հայաստանը անուղղակի հաստատում է, որ ինքը պաշտոնապես մասնակից է եղել ռազմական գործողություններին Ադրբեջանի դեմ, ու սա ինչ հետևանք կարող է ունենալ։ Հայաստանը երբեք չի թաքցրել իր շահագրգռվածությունը Արցախի ժողովրդի ճակատագրի կերտման եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ձևավորման ու ճանաչման գործընթացում։ Ճիշտ հակառակը 1994 թվականի զինադադարից հետո Բիշքեքյան Հայաստանը ստորագրություն է դրել, որպես ըստ էության նաև ճանաչվել է որպես հակամարտության կողմ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները իրենց ամբողջ գործունեության ժամանակահատվածում Հայաստանին, Ադրբեջանին եւ Արցախի Հանրապետությանը դիտարկել են որպես բանակցող կողմեր եւ Հայաստանի Հանրապետությանը ներառել են Արցախի ժողովրդի կամ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում։ Ես խոսում եմ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի պաշտոնապես Ադրբեջանի դեմ պատերազմ հայտարարելու կամ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմ հայտարարելու բացակայության մասին, բայց որպես խնդրի լուծման գործընթացում պետություն, որը ներառված է եղել, ավելին դա գաղտնիք չի, ես ավելին ձեզ ասեմ, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում, որը ընդունվել է դեռևս 1997 թվականին, եթե չեմ սխալվում, ինչպես նաև ռազմական դոկտրինում այն ժամանակ հետո Նիկոլ Փաշինյանի ծորոք ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ 2020 թվականի սեպտեմբերին փոփոխության ենթարկվեց, ներառված էր, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխավորը, Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։ Այստեղ խնդիրը հակամարտության կողմ ճանաչելու մասին չի անուղղակի կամ անուղղակի, այստեղ պետությունների միջև հարաբերությունների, պատերազմական հարաբերությունների բացակայության մասին եմ ես վկայում, որ չկա այդպիսի պաշտոնապես հայտարարված որևէ լեգիտիմ փաստաթուղթ, որով կարձանագրվի, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հայտարարված է եղել պատերազմ։ Պարոն Նորիկյան, միջազգային հայցերի հետ կանչումը ինչ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար։ Հիմա տեսեք, այստեղ մենք իսկապես պարադոքսի առաջ են կանգնել։ Եթե Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև իրապես հաստատվում է խաղաղության պայմանագիր, հարց է առաջանում, ինչ հայցերի մասին կարող է խոսք լինել։ Այդ հայցերը անհրաժեշտ են մի դեպքում, եթե դու քո արսենալում պահվող որևէ այս կամ այն գործիքակազմը պահում ես որևէ ճնշում Ադրբեջանի նկատմամբ կիրառելու կամ Ադրբեջանից ինչ-որ բան ստանալու ակնկալիք ունես, որպեսզի դու օգտագործես դա որպես ճնշման գործիք Ադրբեջանից ինչ-որ բան ստանալու համար։ Այստեղ մենք պետք է հասկանանք մի բան, որ Ադրբեջանն էլ իր արսենալում ունի այդ նույն գործիքակազմը եւ ինքն էլ պետք է հարկ եղած դեպքում օգտագործի այդ ամեն ինչը։ Եթե մենք մնում ենք կոնֆլիկտի այսպես ասած զոնայում, այսինքն կոնֆլիկտը չի լուծվում, ես դեմ եմ կատեգորիկ այդ հայցերից հրաժարվելուն, որովհետև դրանք կռվաներ են, միջազգային իրավունքի տեսանկյունից կարող են այո Ադրբեջանի նեղը գցել եւ այդ առումով զրկվել այդ գործակազմից, ճիշտ չէ։
Այլ հարց է, որ թե Ադրբեջանը հակընդդեմ ինչպիսի հայցեր կներկայացնի եւ ինչ ակնկալիքներ կունենա այդ հայցերի ներկայացումից։ Բոլոր դեպքերում դրանք Ադրբեջանին զսպելու գործիքներ են, բայց եթե իրապես Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվում է իրապես խաղաղություն, ես այդտեղ բայց գնեք ինքը մարդկանց է, հա, գլխատել հիմա օրինակ այդ ընտանիքը հարց է տալու լեգիտիմ, ասի հա լավ եք անում խաղաղություն եք հաստատում, այլ նոր մարդիկ չեն գլխատվելու, բայց իմ գլխատված տղայի պատասխանը ով է տալու, մենք դուք ուրիշ հարց եք բարձրացնում, որովհետև այդ համատեքստում ես լրիվ ես վերջերս էլ դրան անդրադարձա, որ նաև հենց այդ պահանջների մեջ, երբ որ թվարկում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև իրական խաղաղության հաստատման հնարավորության բացակայության մասին, այո, ես քիչ առաջ չնշեցի այդ ամենակարևոր էլեմենտներից մեկը, մի քանի օր առաջ եմ այլ ձևաչափով ընդգծել, որ չի կարող Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև կնքվի հաստատվի խաղաղություն, եթե այդ խաղաղության պայմանագրում բացակայում է կոնֆլիկտի պատճառ հանդիսացած ամենակարևորագույն սուբյեկտի մասին որևէ հիշատակում։ Պատկերացնում եք Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը 30 տարի շարունակ միմյանց միջև վարել են տարբեր բնույթի բախումների մասնակից են եղել, որի հիմնական պատճառը եղել է Արցախյան հարց, Արցախյան հիմնախնդիր Արցախի Հանրապետությունը, ու հանկարծ ստացվում է, որ երկու պետությունների միջև հաստատվող խաղաղության պայմանագրում Արցախի մասին որևէ հիշատակում չկա։ Արցախի մասին ասելով ես նկատի ունեմ այդ ամբողջ սպեկտրը, նկատի ունենալով Արցախի էթնիկ զտման, ժողովրդի էթնիկ զտման հանգամանքը, արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց կարգավիճակի հարցը, Արցախի հետագա ճակատագրի հարցը, այսինքն հենց այստեղ է, որ մենք հանդիպում են մի լրջագույն պարադոքսի հետ, որի մասին ես քիչ առաջ խոսում եմ։ Այսինքն չի կարող այն փաստաթուղթը, որի շուրջ համաձայնել են Ադրբեջանն ու Հայաստանը, չի կարող դառնալ երկու պետությունների միջև իրական խաղաղության հիմք, որովհետև այնպիսի կնճռոտ հարցեր, ինչպիսիք են քիչ առաջ իմ կողմից հիշատակված է, լուծում չի ստացել, ավելին երկու կողմերի պատկերացումները այդ հարցերի վերաբերյալ այն աստիճան տրամագծորեն հակառակն են, որոնք վկայում են այն բանի մասին, որ տեսանելի ապագայում հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև հնարավոր չէ հաստատել իրական խաղաղություն։ Սրա մասին է խոսքը։ Պարոն Նորիկյան, Բաքվում ընթացող այդ դատավարությունների ընթացքում, որոնք շինցու դատավարություններ են կեղծ առանց անկախ իրավաբանների, լրագրողների մասնակցությամբ, բայց այնուհանդերձ այդ դատավարությունների ընթացքում հնչում են մտքեր այն մասին, որ Նակ Հայաստանն է ցույցում տվել ադրբեջանական այս կամ այն բնակավայրը թիրախավորել, խփել, սա ինչ վտանգներ, հա, հաշվի առնելով, որ դա ճնշման ներքո ստացած ցուցմունքներ են, բայց այնուհանդերձ Ադրբեջանը այդ տեղեկությունների հետ ինչպես կվարվի, երբ որ օրինակ բարձրաստիճան զինվորականն ասում է, որ Հայաստանի ցուցմամբ մենք Գյանջան հրթիռակոծեցին կամ Բարդա քաղաքը կամ առանց Հայաստանի ցուցման մենք չենք կարող այսեն ռազմական գործողությունները անել, ելի ընդգծելով, որ դրանք այդ մթնոլորտում են բան լինում, ձեռք բերվում այդ տեղեկությունները, բայց Ադրբեջանը այդ տեղեկությունները ինչպես կօգտագործի Հայաստանի դեմ։ Ինչպես։ Շատ պարզ։ Ցանկացած պայի իր համար հարմապայի միջազգային հանրությանը ներկայացնելով Հայաստանի որպես օկուպանտ երկիր, որպես զավթիչ երկիր, որպես պատերազմական հանցագործություններ կատարած երկիր, որովհետև այն ապացույցները չակերտավոր, որոնք ստացվում են Բաքվում ընթացող շինցու դատավարությունից, հենց այդ նպատակն են հետապնդում։ Բայց այդ մասին թող մտածել ժամանակին Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության ղեկավարները։ Ես չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց Հայաստանի Հանրապետությունը իր իշխանություններով առնվազն պարտավոր էին կանխատեսել նման սցենարը եւ անեին առավելագույն անհնարինը, որպեսզի թույլ չտային, որ այդ մարդիկ հայտնվեին Բաքվի բանտում։ Ես կարծում եմ նույնիսկ ծայրահեղ միջոցներ պետքա կիրառվեր, որպեսզի արվեր անհնարը, նույնիսկ այդ մարդկանց, չգիտեմ, մեկուսացնելու, լիկվիդացնելու գնով, որ այդ մարդիկ չհայտնվեին ադրբեջանական գերության մեջ, որովհետև այն չակերտավոր ապացույցները, որոնք կորզվում են իդեմ
Հայաստանի Հանրապետության, վաղը մյուս օրը Ադրբեջանը դրան փայլուն կերպով օգտագործելու Հայաստանի Հանրապետության դեմ, փորձելով միջազգային հանրության մոտ իդեմս Հայաստանի կերտել ագրեսոր, ռազմատենչ, օկուպանտ երկրի կերպար։ Եվ այս առումով բայց անուններ են տալիս այդ Հայաստանի խնդիրը հետևյալն է. նախ անել առավելագույնը միջազգային հանրության մոտ հասնելու այն տրամադրության կամ տպավորության ձևավորմանը, որ Ադրբեջանում չի կարող իրականացվել արդար դատաքննություն, որ Ադրբեջանում տոտալ կերպով խախտվում է շինծու դատավարության համատեքստում մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերված անձանց արդար դատաքննության իրավունքը չի պաշտպանվում ուղղակի, եւ ես ուղղակիորեն բացառում եմ, որ այնտեղ ապահովի օբյեկտիվ արդար դատաքննություն։ Հայաստանի առաքելությունը այս փուլում ես դա եմ համարում, որպեսզի ցույց տրվի, որ Ադրբեջանում չի հարգվում մարդու իրավունքները, արդար դատաքննությունը իսկ բար գոյություն չունի եւ ըստ էության այդ շինծու դատավարության արդյունքով հրապարակվող ցանկացած դատական ակտ չի կարող լինել օբյեկտիվ։ Իսկ որ դատավարության ընթացքում անուններ են հնչում, օրինակ ասում են Սերյան Օհանյանն այս արեց, առանց Նիկոլ Փաշինյանի իմացության դա հնարավոր չէր անել։ Արդյոք հնարավոր է, որ այդ անձանց էլ արդեն Բաքուն սկսի մեղադրանք։ Ասեմ ավելին, ես այդ մասին ասել եմ, նույնիսկ խոսել եմ, որ այո, ես չեմ բացառում այդ պահանջներից մեկն էլ, որ ձևակերպում է, գիտեք, հիշում եք, հետաքրքիր է, որ Հայաստանը եթե ուզում է խաղաղություն, ուրեմն պետք է հանձնի Հայաստանի Հանրապետությունում թաքնված պատերազմական հանցագործություններ կատարած անձանց, այդ թվում ենթադրվում է, որ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին, Սամվել Բաբայանին, այդ շինծու մեղադրանքի նախաբանում շեշտվում է նաև Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի, այլ անձանց անուններ, այսինքն ակնհայտ է, որ այն դոսիեն, որը առկա է Ադրբեջանի Հանրապետությունում, ուղղակիորեն կտոր առ կտոր հրամցվում է Հայաստանի Հանրապետությանը, սա եւս վկայում է այն բանի մասին, որ ուղղակիորեն Ադրբեջանը անընդհատ օգտագործելու է այդ կտորները Հայաստանի դեմ պատե, անպատե ժամանակահատվածում պահանջներ ներկայացնելու եւ խաղաղության գործընթացը տորպեդահարելու առումով։ Իսկ այդ թվում Նիկոլ Փաշինյանին կհասնեն։ Դուք չեմ բացառում։ Իրենք թքացում են Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ Նիկոլ Փաշինյանն է, որ իրեն թվում է, որ Ադրբեջանը գրկապած ցանկանում է խաղաղություն հաստատել։ Ադրբեջանը նման խնդիր չունի։ Վերջիվերջո գիտեք ինչ, պարտված երկրի հետ հաշվի չեն նստում, պարտված երկրին թելադրում են, իսկ պարտված երկրի պարտված ղեկավարին ընդհանրապես արհամարում ու ծաղրում են։ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները խաղաղության մասին, դրանք չունեն արտաքին երանգ, հարգելի Նարեկ։ Նիկոլ Փաշինյանը պարզապես այդ խաղաղության օրակարգը ծախում է մեր ժողովրդի վրա։ Նա ներքաղաքական բազարի առարկա է դարձել խաղաղության գաղափարը, շատ լավ հասկանալով մեր ժողովրդի տրամադրություններն ու հոգեբանությունը, որ մեր ժողովուրդը այսօր իսկապես խաղաղություն է ցանկանում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շատ մանիպուլատիվ օգտագործում է։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ գիտեք ինչ, Արագ Հարությունյանին չներողը, Արկադի Ղուկասյանին չներողը, Ռուբեն Վարդանյանին չներողը, չգիտեմ, Բակո Սահակյանին չներողը, Մոնթե Մելքոնյանին, Վազգեն Սարգսյանին, Սամվել Բաբայանին, մնացածին չներողը իրեն ներելու է, չգիտեմ, ես ինչ տրամաբանություն։ Այսինքն հիմա Այսինքն Ադրբեջանը գալիս է մեր տան վրա, մեզ վրա ոչնչացնելու, առաջին հերթին նա հոգեբանական դաշտում է մեզ ոչնչացնում, արժեքաբանական դաշտում է մեզ ոչնչացնում, ազգային արժե համակարգի դաշտում է մեզ փորձում ոչնչացնել, այսինքն Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում։ Հիմա այդ մարդիկ վտանգված են օրինակ Հայաստանում Սամվել Բաբայանը, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան Ադրբեջանին փոխանցելու տեսանկյունից թե չեմ կարծում։ Նախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը արգելում է որևէ քաղաքացու հանձնել այլ պետությանը, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, որ մեծ ցանկությամբ
ունենա հնարավորություն կամ ունենա մեծ ցանկություն այդ մարդկանց հանձնի, չի կարող, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ արգելված նման հնարավորություն է, հասկանալի է, որ դա անիրական ինչ-որ պահանջ է, ցնդաբանություն է, եւ հետո գիտեք ինչ, կներեք, ես այստեղ շատ ստրատեգիական մոտեցում ունեմ։ Եվ հիշում եմ, երբ 2006-2007 թվականներին այսպիսի մի մամուլում հաղորդագրություն պայթեց, որ չի բացառում, որ որպես պատերազմական հանցագործություններ կատարած անձի Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին նախագահ կարող է դառնալ մեղադրյալ, եթե չեմ սխալվում, միջազգային քրեական դատարանի դատախազներից մեկն էր այդպիսի հայտարարություն արել, Հայաստանի Հանրապետությունում մինի փոթորիկ առաջացավ, նույնիսկ այն Լևոն Տեր-Պետրոսյանի ամենավոխերիմ հակառակորդները հանդես եկան Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանության, որ անկախ մեր ներքաղաքական դիսկուրսից, տրամաբանությունից, որ չի կարող Հայաստանի Հանրապետությունը ղեկավարած կամ Արցախի Հանրապետությունը ղեկավարած որևէ պաշտոնյա ճանաչվել պատերազմի հանցագործ, մարդկության դեմ ուղղված որևէ հանցագործության հեղինակ, որովհետև դրանով խեղաթյուրվի ու բռնաբարվի ընդհանրապես արցախյան հակամարտության էությունը, բովանդակությունը։ Բայց հիմա մենք այս համատեքստում, Նարեկ, անկախ դրանից իմ վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի, Սամվել Բաբայանի, Սեյրան Օհանյանի կամ որևէ մեկի նկատմամբ, կներեք ժողովուրդ, մենք չընկնենք ծայրահեղության գիրկը։ Ես նրանց, այսպես ասած, ոտքի հակած կոշիկը չեմ փոխի Ադրբեջանի ամբողջ քաղաքական իստեբլիշմենթի հետ, հասկանում եք, իմ խնդիրը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն, ինչ ճիշտ հասկացեք։ Իրենք են մեզ այս հասցրել այս ողբերգական իրավիճակում, իրենց ուղղակի ապիկար գործունեության ծանոթն է Նիկոլ Փաշինյանը, բայց դուք ո՞նց եք պատկերացնում, որ հանկարծ Հայաստանի Հանրապետությունում գտնվի մեկ խելացի կամ մտագար որևէ մեկը, որը պատկերացնի նրանց հանձնումը Ադրբեջանին։ Այսինքն, գիտեք ինչ, Ալիևը դրանով թքում է Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության վրա, թքում է մեր նորօրյա գործունեության վրա, թքում է Ղարաբաղյան շարժման վրա, թքում է Հայաստանի Հանրապետության ինքնասիրության ու արժանապատվության վրա, մեզանից յուրաքանչյուրին նվաստացնում է։ Կրկնում եմ, այստեղ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի խնդիրը չէ։ Սա նաև մեկ անգամ եւս ապացույց է, որ Ալիևը փորձում է հնարավոր բոլոր միջոցներով ստորացնել մեր ազգային արժանապատվությունը։ Սա է խնդիրը։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը ասում է ձեզ ոտի տակ կտամ, արա ներվերից հետ մի խաղացեք, վերընկեք տեղները, պատերով ձեզ կտամ։ Որտեվ Նիկոլ Փաշինյանը գտել է մեր ժողովրդի թույլ տեղը, նաև գիտի իր ուժեղ տեղը նախկիների թույլ տված սխալների ֆոնի վրա ուժեղ Երևանն է, բայց Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը դավաճաներ են եղել, հայրենիքը կործանել են, ես միակ տղեն եմ, որ եկել եմ փրկում եմ հայ ժողովրդին։ Իրական Հայաստանի հիմնադիրն եմ ասում է։ Ասում եմ, եւ այս գործունեությամբ, այս տրամադրվածության, այս էմոցիոնալ ֆոնով Նիկոլ Փաշինյանը գտել է մեր ժողովրդին կառավարելու բանաձևը։ Ես ասեմ ձեզ, անկեղծ եմ ասում, որպես մարդ եմ ասում, Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարին ոչ հարիր պահվածք է դրսևորում Նիկոլ Փաշինյանը։ Սա ձև չէ էլի, սա մեր ժողովրդին ուղղակի արհամարել է։ 7 տարի բավականին մեծ ժամանակ էր Նարեկ, եւ գնահատական տալու Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը, եւ գնահատական տալու Ռոբերտ Քոչարյանին, եւ գնահատական տալու Սերժ, ընդ որում նաեւ իրավական գնահատական, անընդհատ այդ մարդկանց որպես բոքսի տանձիկ օգտագործելով, անընդհատ այդ մարդկանց այդ ուժերի ուղղությամբ այսպես լուտանքներ շպրտելով, Նիկոլ, դու իրենցից լավը չես դառնում։ Այո, այդ մարդկանց գործունեության մեջ այնպիսի ճակատագրական ստրատեգիական սխալներ կան, ես հիմա էլ ես վերջերս էլ անդրադարձա։ Այո, եթե վստահ եմ, վստահեցնում եմ ձեզ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին չհրավիրեր Հայաստան ու չնշանակեր Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես խորապես համոզված եմ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էլ այլ փիլիսոփայությամբ կլուծվեր, Արցախի հակամարտությունն էլ այլ փիլիսոփայությամբ կլուծվեր, Հայաստանի Հանրապետության ճակատագիրն էլ այլ կերպ կլիներ։ Եթե միատ նայենք, թե Ռոբերտ Քոչարյանը իր 10 տարվա կառավարման արդյունքում որպես իր իրավահաջորդ
չկայացներ Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանից դուրս որևէ այլ տեխնացուներ գտնելու փոխարեն ամբողջ պետական ռեսուրսը չկենտրոնացվեր Սերժ Սարգսյանի ուղղությամբ, գուցե մենք լրիվ ուրիշ պետություն ունենայինք։ Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակը տեսեք։ Անփառունակ մի ժամանակահատված, որի արդյունք եղել է 2018 թվականի հենց իր իսկ կողմից նախաձեռնված այսպես կոչված համաժողովրդական հեղափոխությունը։ Այդպես չի լինում։ Հետևաբար այս ամեն ինչի մեջ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այո, այդ 3 նախագահները յուրաքանչյուրը ունեցել է իր պատասխանատվության չափը, բայց եթե նույնիսկ նրանք ամենամեծագույն հանցագործներն ու սրիկաներն են, դա ձեզ չի դարձնում անխոցելու, անսխալական։ Դա չի նվազեցնում ձեր գործած սխալներն ու ճակատագրական ձախողումները, ավելին նրանց կատարած աշխատանքների ֆոնին ձեր կատարած ձախողումները կրկնապատկվում, քառապատկվում են, վերջը դուք եք 7 տարվա պատասխանատուն։ Դուք եք այսօրվա Հայաստանի թիվ 1 պատասխանատուն, եւ հետո չկա Արցախյան շարժում, մեկ վարքյան։ Եթե դուք ասում եք Արցախյան շարժումը շարունակել հնարավոր չի, պաշտոնապես հայտարարում եք, այդ մարդկանց հետ ձեր խոսելու հարցերի օրակարգը ո՞րն է։ Գոյություն չունեցող հարցի մասին դուք ինչ պետք է խոսեք։ Դե խնդիր կա հիմա, որ ցույց տան ում գործողությունների, ում որոշումների, ում քայլերի հետևանքով կործանվեց, փակուղում հայտնվեց Արցախի ինքնորոշման հարցը։ Իրանց միակ նպատակը ոչ թե այն է, որ իրենք ցույց տան, թե ինչպես կարելի է արցախցիներին, հասցնել Արցախ, որ իրենց տներում ապրեն, այլ ով էր մեղավոր, որ հիմա արցախցիները իրենց տներում չեն։ Շատ կարևոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը մինչև 2022 թվականը հոկտեմբեր ամիսը, երբ Պրագայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ուսումնասիրեք Փաշինյանի թեզերը։ Նա որևէ ստրատեգիական առումով որևէ թեզ չի տարբերվել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թեզերից։ Ավելին, այդ վկայակոչված 4 ղեկավարներից ոչ մի թիզականը, ամենապահանջատերը տարածքային հավակնություններ դրսևորողը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, ընդ որում դա խորապես խեղաթյուրել է Ղարաբաղյան հակամարտության էությունը։ Երբեք 92 թվականից հետո, Խորհրդային միության փլուզումից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փիլիսոփայության հիմքում դրված չի եղել Ղարաբաղի Հայաստանի վերամիավորելու, Ղարաբաղը Հայաստանի կազմ վերադարձնելու հարցը։ Ճիշտ հակառակը, մշտապես դիտարկվել է, որ Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է ստանա անկախություն, առնվազն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս ունենա պետական կազմավորում։ Նիկոլ Փաշինյանը միակ գործիչն է, որը հենց Արցախի հանրապետությունում ֆիքսել է, որ ինչ անկախություն, ինչ ինքնորոշում, ինչ Լեռնային Ղարաբաղի անկախության պետական միջազգային ճանաչում, ասել է Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ։ Այսինքն ինքը տորպեդահարել է ԵԱԿ Մինսկի խմբի գործունեության ամբողջ 25 տարվա գործունեությունը, վիժեցրել է, փլուզել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ներգրավմամբ այդ ամբողջ 25 տարվա գործունեությունը, հայտարարելով, որ ինքը սկսում է զրոյական կետից։ Շատ լավ, ես իր հայտարարությունները շատ լավ հիշում եմ։ Թող 2018 թվականին այդ մասին ասեր ինչ ժառանգություն է ստացել։ Խոստանար եւ ազնիվ լիներ ժողովրդի հետ։ Ավելի հիմա նույն առաջին նախագահը, երկրորդ նախագահը, երրորդ նախագահը հրապարակում են, հրապարակավ պահանջում են, որ ինքը հրապարակի կարգավորման բոլոր փաթեթները։ Լավ, եթե Արցախյան շարժում չկա, դուք էլ Ալիևի հետ արդեն համաձայնեցել եք խաղաղության պայմանագրի բոլոր դրույթները, ըստ ձեզ, ինչն է խանգարում 94, 98, 2002, 2012, 2022 մինչև Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները։ Եթե մարդիկ դավաճաներ են, ծախել էին Արցախը, հանեք ցույց տվեք, մենք էլ տեսնենք, որ այդ մարդիկ իսկապես դավաճաներ են, բայց այդտեղ հարց է առաջանալու հաջորդ։ Դավաճաներին ինչի՞ չեք կախել։ Դուք 7 տարի վարչապետ եք, դավաճանին կախում են, նարեք։ Մենակ լայվով չեն ասում դավաճան։ Դավաճանը դա առանձնապես ծանր հանցագործություն կատարած հայրենիքի նկատմամբ անձա, որը գործադրելով իր չարս իր լիազորությունները ի թշնամու օգտին կատարել է հանցավոր գործողություններ։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը դավաճան է, ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ մարդիկ պետք է փտեն բանտում։ Ինչպես բանտում հիմա փտում է Սաակաշվիլին Վրաստանի։ Իսկ դուք չեք անում այս 7 տարի, դուք բացի իրենց արդարացնելուց, լեգիտիմացնելուց, մաքրելուց ոչ մի բան չեք անում։
Ընդհանրապես այդ մարդկանց օգտագործում եք ձեր քաղաքական մանիպուլյացիաները առաջ մղելու գործում։ Կա ընտրություն, կա Քոչարյան, կա ընտրություն, կա Սերժ Սարգսյան, կա ընտրություն, կա Սաշիկ, Միշիկ, չգիտեմ են մնացածը, չկա ընտրություն, այսինքն չկա վերընտրվելու խնդիր, ուրեմն այդ մարդկանց հետ հնարավոր ուրեմն գործակցության դաշտ է ստեղծում։ Երբ պետք է այդ մարդիկ հանցագործներ են ուրեմն պատերին ծեփվող առարկաներ են, ոտի տակ տվող սուբյեկտներ են, օբյեկտներ են, երբ պետք է այդ մարդիկ հարգելի ընդդիմադիր գործընկերներ են։ Այդտենց ո՞նց է լինում։ Այդտենց լինում։ Ինչպես է լինում այդպես։ Ես օրինակ համոզվել եմ վերջի 7 տարիների ընթացքում, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիոները չի կարող ընդդիմադիր լինել։ Կոռուպցիոները չի կարող անաչառ ազնիվ պայքար մղել իշխանության համար։ Կոռուպցիոները եթե չի պատժվում, նա ուրեմն համագործակցում է իշխանության հետ։ Իշխանությունը եթե չի պատժում կոռուպցիոներին, ուրեմն կամ ինքն էլ է թաթախված այդ կոռուպցիայի մեջ, դարձել է փայատեր, ընդ որում շատ ոլորտներում։ Կամ այդտեղ կոռուպցիոներ չկա, կամ էլ չգիտեմ, ինչ քաղաքական կոռուպցիայի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսպես պետք է լինի։ Հիմա տեսեք, հիմա ինչ է ասում։ Ասում է, եկեք ես ուղիղ եթերով ձեզ պատին ծեփեմ, որ դուք դավաճանել եք, ճիշտ է, որ դուք ծախել եք Արցախը, բերել եք, գցել եք իմ ջեբը, ինքն է ասում, ճիշտ է։ Ուրեմն դա է ավելի ծանր հանցագործությունն արեք, թե Ծովակալ Իսակովի պողոտայում մի 4000 մետր հողամաս ծախելը։ Հարգելի Նիկոլ, այդ ո՞նց է ստացվում։ Դու 4000 մետր Ծովակալ Իսակովում հող ծախելու համար 2005 թվականին Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ դրանից 20 տարի հետո քրեական գործ ես հարուցում, ժողովրդին ցույց ես տալիս, որ ժողովուրդ ջան, Սերժ Սարգսյանը 2005 թվականին որպես Պաշտպանության նախարար կոռուպցիայով զբաղվել 4000 մետր հողա ծախել, այ ինքը պետք է գա դադվի, բայց մի ամբողջ Արցախի հանրապետություն կործանելու համար, որի դեմ դու մեղադրում ես Սերժ Սարգսյանին, ընդհանրապես ասպես արի ուղիղ եթերով ապացուցեմ, որ դու Արցախը ծախել ես, բերեք գցել ես իմ ջեբը։ Լավ, ինչքան կարելի է մեր ժողովրդին հիմարի տեղ դնել, Նարեկ։ Որքան կարելի է մեր ժողովրդին հիմարի տեղ դնել ու ասել, գիտեք ինչ կա, այս 4000 քառակուսի մետր հողամասը, բենզակալոնքի համար նախատեսված հողամասը Սերժը ծախելու համար պետք է դատվի, ու չգիտես ինչու, ինչքան դատում են, այդքան արդարացվում են դրանք, բայց ամբողջ Արցախը ծախելու համար, որի համար դու մեղադրում ես հիմա Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին, իրանք չեն դատվում։ Այստեղից հետևություն, որ սա ընդամենը քեզ պետք է քարոզչական ֆոն փուչիկ ապահովես, ժողովրդի աչքին թոզ փչես, որ այդ մարդիկ Ղարաբաղը ծախում էին, ծախել էին, դու եկար ուզում էիր փրկել, չստացվեց ու հիմա էլ ուզում են քեզ մեղադրեն։ Ակնհայտ է, որ մենք քաղաքագիտական տգիտության հետ գործ ունենք։ Իհարկե, այդ մինչև 2018 թվականի շրջանառության մեջ դրված բոլոր փաթեթներով Արցախի հանրապետությունը չէր ստանալու անկախություն։ Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը փուչիկ էր, նախորդ վարչակազմերը ուղղակիորեն ազնիվ չեն եղել մեր ժողովրդի հետ, բայց դա չի արտարացնում Նիկոլ Փաշինյանի արածները, դա չի արտարացնում Նիկոլ Փաշինյանի ձախողումները եւ դա չի նվազեցնում Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը։ Թող մեղքը ոչ Լևոնի վրա գցի, ոչ Քոչարյանի վրա գցի, ոչ էլ Սերժ Սարգսյանի վրա գցի։ Քոչարյանին ու Սերժին մաքրել լեգիտիմացել է ինքն է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գործընկերները, ինքն է նրանց գործընկերները համարում եւ ուղղակիորեն բավական է նույն գործիքակազմով շարունակել մանիպուլացնել ու խաբել մեր ժողովրդին։ Հայաստանին որակապես նոր շունչ է պետք ու կյանքն էլ ապացուցում է, որ այն քաղաքական ներկապնակը, որը ձևավորվեց է, ինքն էլ վերջերս խոստովանեց, որ իրենց կոմֆորտ զոնայում են, որ ինչքան այդ մարդիկ մնան ջրիերես, իրենք կոմֆորտ զոնայում են։ Հետևաբար այդ կոմֆորտ զոնայից դուրս է պետք անել, ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ այն բոլոր սուբյեկտներին, որոնք գտնվում են այդ կոմֆորտ զոնայում։ Հայաստանի նոր շունչ է պետք, այլ կերպ ասած Հայաստանի նոր իշխանություն ու նոր ընդդիմություն է անհրաժեշտ։ Շնորհակալություն, պարոն Նորիկյան։